Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը հռչակում է Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն։ Սա իրավական փաստաթուղթ էր, որով հիմնադրվեց Հայաստանի անկախ ինքնիշխան հանրապետությունը։ Ինչ է անկախությունը։ Երբ որ պետությունը ունի առանձին դրոշ, զինանշան, հիմն, սեփական զինված ուժեր եւ այլն։ Եվ ամենակարևորը, այս անկախության հռչակագրի համաձայն նոր ստեղծված, դրա վրա ստեղծված Հայաստանի Հանրապետությունը սատար էր կանգնում Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին։ Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելը եւ անկախության հռչակագրից հրաժարվելը ինչ կարևոր հանգամանքից հրաժարվելու նպատակ է հետապնդում։ Այս առիթով լսենք Վազգեն Սարգսյանին։ Անկախությունը բացարձակ արժեք է, անկախության մասին ինչպես կարելի է հարց տալ։ Դա նույնն է ուզել ասել, ինչ կասես ես ծնողիդ մասին, անկախությունը քննարկման կարիք չունի։ Լավ, այն մարդկանց հիմնադրած, այս մարդու պահած անկախությունից դուրս, ուրիշ ինչ անկախություն եք դուք փնտրում։ Եթե այս բացարձակ անկախությունը ձեզ ապահովել է հռչակագրով, եւ հիմա երբ դրանից դուք հրաժարվում եք, այս բացարձակ անկախությունից ու հիմնադրված անկախությունից դուրս, ուրիշ ինչ անկախություն եք փնտրում։ Փնտրում եք, թե հրաժարվում դրանից։ Եվ այն պնդումը, որ լիարժեք անկախության հասնելու համար պետք է հրաժարվել անկախության հռչակագրից, ուղիղ հակասում է նույն անձի մեկ այլ պնդմանը, որ մենք արդեն տևական ժամանակ գտնվում ենք իրական անկախության մեջ։ Հիմա նայենք այս հայտարարությանը։ 2018 թվականի ապրիլի 23-ից ասում եք այս պահից մենք անկախ ենք։ Հիմա էլ ասում եք, այս փաստաթուղթը չլինի, մենք անկախ ենք։ Բայց 7 տարին ինչ էինք։ Անկախ չէինք։ Ինչ էինք։